Գիտես, ուզում եմ մի քիչ խոսամ տրտունջի մասին, բայց չեմ կանգնելու տրտունջի վրա։ Շատ քիչ եմ խոսալու, բայց ավելի շատ ուզում եմ խոսամ շնորհակալություն, շնորհակալական սիրտ ունենալու մասին, շնորհակալ մտածելակերպի մասին, հա, ավելի շատ ուզում եմ շեշտադրում անեմ շնորհակալության վրա։ Շատ հետաքրքիր է։ Գիտես, հին ուխտում անդադ ժողովուրդը բողոքում էր, տրտնջում էր, հա, հեսա շուտով մի շաբաթ ունենալու ենք զատիկ հաղորդություն, Փեսախ, այսինքն անցկեցավ։ Ժողովրդին Աստված որոշեց ստրկությունից ազատի, որոշեց ազատի ստրկական մտածելակերպից, այդ ճիպոտի հարվածներից, աշխատանք առանց աշխատավարձի, հա, բավականին երկար տարիներ, 400 տարիներ նրանք աշխատում էին ու Աստված որոշեց այդ ժողովրդին հանի ու ինքը դառնա այդ ժողովրդի թագավորը, ինքը դառնա այդ ժողովրդի առաջնորդը, ինքը դառնա այդ ժողովրդի հովիվը ու հովվի այդ ժողովրդին։ Մի հիասքանչ տեղ, կաթ ու մեղր բխող երկիր ու հանեց ու տարավ։ Աստծո ծրագրերի մեջ դա 40 օր էր, ասեց 40 օրից կհասնենք տեղ։ Գիտես, բայց այդ դժգոհությունների, պրոբլեմների պատճառով այդ ժողովուրդը չկարողացավ 40 օրում հասներ տեղ։ Դա տևեց 40 տարի։ Երբ որ Աստված իմ ու քո համար ինչ-որ մի բան է ծրագրավորում է շատ արագ։ Բայց ես ու դու մեր տրտնջալու պատճառով կարանք այդ պրոբլեմների, խնդիրների տեսնելու պատճառով այնքան տրտնջանք, որ դա դառնա 40 տարի։ Ստեղից հետևություն։ Երբ որ Աստված մի բան ասում է, պետք է ուրախ սրտով անել։ Պետք է հասկանալ, որ Աստված բոլոր հնարավոր տարբերակները նկատի ունեցել է, առել է ու ամենակարևորը ասել է քեզ, ամենակարճ ճանապարհը, ամենահեշտ ճանապարհը, ամենաապահով ճանապարհը։ Ուզում եմ, որ մենք հասկանանք, տրտունջը մեր մեջից վերացնենք։ Գիտեք, այնքան տրտնջացին, որ մի օր Աստված եկավ Մովսեսին ասեց, այդ քո դեմ չեն տրտնջում, այդ իմ դեմ են տրտնջում։ Սենց ասեմ, իրանց հովվից էին բողոքում, Մովսեսից էին բողոքում։ Գիտես, կար մի մարգարե, անունը Սամուել, ասա Սամուել։ Այս Սամուելը մի ուրիշ մարգարեի ձեռքի տակ էր, Հեղի։ Այս Հեղիի որդիները մի քիչ իրանց խելոք չպահեցին, վարքը լավը չէր, նիստուկացը լավը չէր, Աստված եկավ Սամուելին ասեց Սամուել, դու կլնես Իսրայելի մարգարեն, քանի որ Հեղին իր երեխեքի հետ լավ չի աշխատում, ես չեմ ուզում, որ իրանք շարունակեն, իմ խոսքերը իրանք շուրթերին վերցնեն, իմ գործ անեն, ով էր քահանան, քահանան նա էր, որ պետք է ցույց տար Աստծուն երկրի վրա, այսպես ասեմ, Աստծո խոսքերը վերցներ իր շուրթերի վրա եւ փոխանցեր մարդկանց, ու գիտես, եկավ մի ժամանակ, երբ որ ժողովուրդը բողոքեցին նաև Սամուելից, Սամուելը ծերացել էր, երեխաները նույնպես իրանց լավ չէին պահում, նույնպես շատ անառակ կյանքով էին վարվում բոլոր մարդկանց առաջ, ու ժողովուրդը ասեցին, այ մարդ, այս Սամուելը ծերացել է, երեխեքն էլ մի բանի պետք չեն, կարող է դրանց երեխեքը դառնան մեր վրա մարգարե ու մեր կյանքը ավելի վատանա, դրա համար եկեք, ոնց են բոլոր ազգերը տենցել մենք, մի հատ թագավոր մեզ ընտրենք, թող այդ թագավորը մեզ առաջնորդի։ Ու եկան ժողովուրդը այդ ամեն ինչը ասեցին Սամուելի երեսին, ականջներին, ու Սամուելը գիտեք ինչ ասեց։ Ասեց լավ, կգնամ կաղոթեմ։ Ու երբ որ գնաց աղոթեց, այնքան ցավալի էր, որ Աստված ասեց. Սամուել, իրանք քեզ չեն մերժում, իրանք ինձ են մերժում։ Իրանք ինձ են մերժում։ Գիտես, դու տեսնում ես, որ Աստված էր իրանց թագավորը, Աստված էր իրանց առաջնորդը, հրաժարվեցին ու մարդուն դրեցին առաջնորդ, մարդուն դրեցին իրանց վրա թագավոր, ու հետո գիտեք պատմությունները ես քարոզել եմ, Սավուղը իրան մի քիչ լավ չպահեց, չհնազանդվեց, ասում Աստված զղջաց, որ դրեց իրան թագավոր, հետո բարձրացեց Դավիթին, հիշում եք այդ պատմությունները։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է, Սամուելի դեմ տրտունջ կար, որտեղ երեխեքը իրականից իրանց լավ չէին պահում։ Աստված եկավ ասեց, այդ բողոքը իմ դեմ է։ Դա քո դեմ չի։ Գիտես, ես մի բան նկատեցի, որ Աստծո բնավորության գծի մեջ չկա այդ տրտունջը։ Ու Աստված չի սիրում տրտնջացող մարդու։ Կա մեր մեջ մարդ, որ սիրում է տրտնջացող մարդու։ Զանգեմ մի հատ են հարևան Սիրուշին,
մի քիչ բողոքի լսեմ։ Սիրուշ ոնց ես, ոնց պետք է լինեմ, ես կյանքա որ ապրում ենք, փող չկա, գազ չկա, ջուր չկա, լույս չկա, հա։ Ու դու հիանում ես, հրճվում ես, հա, եթե Սիրուշին չես սիրում, կհիանաս։ Չէ, մենք փնտրում ենք մարդիկ, որոնք ուրախ են, կյանքով լցված են, չէ։ Հեչ սիրում ես մարդուն լավություն անես, որ չի գնահատում։ Ինչ անում ես դժգոհ հա։ Ուզում ես ձեռներիդ մեջ զված եղարատուր քիչ հա։ Ոնց որ իրան պարտական ես, որ այդ խավար չկա։ Սիրում ես, չէ՞, տենց մարդկանց։ Գիտեք, ես նկատեցի, որ Աստված էլ չի սիրում։ Որտեղից մեզ այդ բնավորությունը։ Գիտես, հետաքրքիր է։ Թվոց 14:27 Մինչև երբ աշխարհ ժողովրդին համբերեմ, որ ինձ դեմ տրտունջ են անում, հա, եւ լսեցի Իսրայելի որքանց տրտուջը, որ ինձ դեմ տրտնջում են, ասիր նրանց, ես կենթանի եմ, ասում է Տերը, եւ ինչպես դուք իմ ականջների առաջին խոսեցիք, այնպես էլ կանեմ։ Ես կենթանի եմ, ասում է Տերը, ոնց որ ասեցիք, այտենց է կլինի։ Ասեցիր փող չկա, փող չի լինի։ Ասեցիր էս ինչ կյանք է, կդառնա էս ինչ կյանք է։ Ասեցիր էս կյանք է, որ ապրում ենք, կդառնա էս կյանք է, որ ապրում ենք։ Այսինքն կկերտես քո, ինչ ասեմ, ճանապարհը այդպես ինչպես կհավատաս, ինչպես կխոսես։ Գիտեք, երբ որ ես աղոթում էի, հետաքրքիր բան ստացա, խոսք ստացա։ Ասում եմ, նույնպես 10-որդի վրով։ Ես աղոթում էի տրտունջի ու գոհացող սրտի մասին խոսելու մասին, որ Աստված ինձ մտքեր տա եւ ինչ ա ուզում փոխանցեմ, որ այսօր ձեզ։ Ու հետաքրքիր է, որ Աստված խոսեց 10-որդի մասին։ Ես աղոթում էի տրտունջի, ես աղոթում էի գոհության սրտի համար, Աստված ինձ հետ խոսում է տրտունջի մասին։ Ու 10-որդի մասին ու շատ հետաքրքիր խոսած Աստված, շատ հետաքրքիր խոսած ու ոնց որ ներքնաշխարհդ փոխվի մտածելակերպդ, ինչա 10-որդը։ Ով է գնացել հեչ բժշկի։ Գնացել եք, չէ՞ բժշկի։ Երբ որ բժիշկը քեզ ոտի է հանում, մի լավ բան անում։ Ինչ ես անում։ Մաղարիչ։ Ուզում ես շնորհակալությունդ հայտնես, չէ՞։ Մեռնելուց պրծար։ Կամ չէիր քայլում ես, չէիր նստում ես, չէիր խոսում ես, վերջապես պրծար, ուզում ես քո շնորհակալությունը հայտնես, ուզում ես մի հատ բամբաներ կառնես, մի հատ չգիտեմ ինչ առնես, կամ գումարի տեսքով տանես տաշ, չէ՞, որ պրծար, ես ցավից պրծար, ես խնդրից պրծար, գիտես, դա շնորհակալ սիրտն է, որ դու ուզում ես ինչ-որ մի բան անես, գնում ես ռեստորան, հաց ես ուտում, մատուցողը բերում է, սպասարկում է, դուրդ գալիս է այդ սպասարկումը, ուզում ես քո շնորհակալությունը հայտնես, չէ, իրան մանր ես թողում։ Եթե լավ չի ծառայել, մանրը քիչ ես թողում կամ ընդհանրապես չես թողում, լավա որ թողեք։ Հիմա, որ Աստված մեզ տվել է առողջություն, իմաստություն գումար վաստակելու, մեր շնորհակալ սիրտն է, որ ասում ես Աստված ջան, 90-ը պահում եմ ինձ, 10-ը ուզում եմ տամ քեզ։ Էս իմ շնորհակալությունն է, որ դու ինձ տվեցիր։ Էս իմ գոհությունն է, որ ինձ տվեցիր, ես էլ ուզում եմ քո տվածից քեզ բաժին հանեմ։ Այնքան կարևոր է, որ հասկանանք այս եղելությունը, երբ որ Աբրահամը հանդիպեց Մելքիսեդեկին, օրենք չկար, Աստված չէր պատվիր է 10-րդ տալ։ Ավարը հավաքած էթում էր, բայց ես տեսավ Աստծո քահանայապետին, Մելքիսեդեկին, մի ուրիշ խոսքերով ասած Հիսուս Քրիստոսին, ասեց իմ ստացվածքի 10% ուզում եմ տամ քեզ։ Որտեղից եկավ այդ շնորհակալությունը իր մեջ։ Այդ ավարից, այդ ունեցվածքից։ Իսահակը տեսել էր, սովորել էր, հետո Իսահակի որդին էր տեսել, Հակոբը սովորել էր, օրից մի օր քնավ, տեսավ հրեշտակները վար ու վար են անում, վեր են անում, արթնացավ ասեց,
Հրեշտակ էր տեսել, վերև ներքև էին անում, ասեց Աստված ջան, ինչ որ 10% կտամ քեզ։ Իրա պապիկները տենց արե, իրա պապաները տենց արե, ինքն էլ Աստծո հետ ուխտ արեց։ Հետաքրքիր է, այդ հրեշտակները ինչ էին բարձանում վերև, ինչ էին վերևից իջացնում, որ ինքը երազից հետո տենց արտահայտություն արեց։ Միգուցե մեր նվիրատվություններն ու տասանորդներն էր։ Միգուցե երկնքից ավելի մեծ օրհնություններ էին բերում, որ ինքը որոշեց 10%-ը հերիքա։ Գիտես, եկեք ունենանք այդ ուրախ, շնորհակալ սիրտը ամեն ինչի նկատմամբ։ Հեչ եղել է մի բան անես ու մարդիկ քեզ շնորհակալություն չհայտնեն։ Եղել է, չէ՞։ Լավ է։ Շատ, չէ։ Հեչ լավ չի։ Բայց հիմա Աստված մեր համար այդքան բան անում։ Մենք մեր շնորհակալությունը չենք ուզում հայտնենք։ Ոչ բառերով, ոչ ֆինանսի տեսքով, գործով, ոչ ֆիզիկական գործով։ Իհարկե շատերը անում են, 99% այստեղ անում է եւ 100-ը։ Այդ մի տոկոսն է ես եմ որ չեմ անում։ Սիրելիներս, ուզում եմ որ իմանաք, ինչ որ անում եք, սրտանց արեք, Տիրոջ համար արեք, քաղցրությամբ արեք, դրա մեջ մեծ օրհնություն կա։ Այն որ պետք է դժգոհտաս իսկականից մի թուր փակելու ես օրհնությունները քո վրա։ Գիտես 10 բորոտ կային Հիսուսի ժամանակները։ Եկան Հիսուսի մոտ, որ մաքրվեն։ Հիսուս ասաց գնացեք ձեզ քահանային ցույց տվեք։ Ու երբ որ գնում էին 10-ն էլ մաքրվեցին։ Դա գրված է Ղուկասի 17-12 խոսքից։ Ու երբ որ մաքրվեցին, մեկը հետ դառավ վերադարձավ Քրիստոսի մոտ։ Եվ նրանցից մեկը 15 խոսքը, երբ որ տեսավ թե բժշկվեց, ետ դառավ, բարձր ձայնով փառաբանում էր Աստծուն։ Եվ իր երեսի վրա ընկավ նրա ոտների առաջին եւ գոհանում էր նրանից, եւ ինքը սամարացի էր։ Հիսուսն էլ պատասխանեց, ասեց, չէ որ 10-ն էլ սրբվեցիք, ապա ուր են այն 9։ Բոլորը մաքրվեցին, անբուժելի հիվանդությունից բժշկվեցին, 9 հոդս ցնդան։ Մեկը դարձավ, ասեց շնորհակալություն։ Մեր Տերը, երբ որ քեզ մի բան անում է, սպասում է շնորհակալությանը։ Սպասում է, որ 10-ն էլ վերադառնան իր մոտ, ասեն, պապ, շնորհակալություն։ Ինչ լավն ես դու, ինձ բժշկեցիր, ինձ առողջություն տվեցիր, ինձ իմաստություն տվեցիր, ինձ ֆինանսներ տվեցիր, ինձ ընտանիք տվեցիր, ամուսին, կամկին, երեխա, զոնքաչ։ Գոհացեք ամեն ինչի համար, մի տրտնջացեք։ Ասեցի զոնքաչ, հիմա զոնքաչները, որ փողոքեն իրանց փեսաներից, փեսաները կփոխվեն, Քնալով ավելի վատը կլնեն, չէ՞։ Մի հատ էլ ակաժները կընկնի, ավելի վատը կլնեն, հա, կասեն, դե հեսա օր ու արև չի ունենա աղջիկդ։ Կամ որ հարցները բողոքեն կիսուրից, կիսուրները կփոխվեն, ո՞նց եք մտածում։ Իսկ որ կիսուրները բողոքեն հարցներից, հարցները կփոխվեն, չէ։ Քենիները, տեքերները, տալերը Չէ, բախի ենք բողոքում։ Բայց որ լավ բան ասենք, այ իմ պես ու պես, պեսատ չկա։ Ինքն էլ, եթե վատ էլ մարդլնի, կփոխվի, որովհետև միշտ իր մասին լավն ես խոսում։ Այդ խոսքերը ունեն զորություն։ Գիտես, շատ կարևոր է, որ մենք ունենանք այդ շնորհակալ սիրտը ամեն ինչի համար։ Մեկը չունի փեսա, ուզում է ունենա, մեկն էլ ունի բողոքում է։ Մեկը չունի հարց, ուզում է ունենա, մեկն էլ ունի բողոքում է։ Մեկը չունի զոնքաչ, մեկն էլ ունի բողոքում է։ Բողոքողը ամեն ինչից բողոքում է։ Հիմա այս Իսրայել ժողովուրդներ 40 տարի անապատի մեջ ման եկան ժողովուրդ։ Ոչ կոշիկները փոքրացավ, ոչ շորերը մաշվեցին, ոչ ծակվեցին, ոչ մեկի ատամը ցաված, ոչ մեկի աշկը ցաված, ոչ մեկի տեսողությունը կարճացավ։ Կոշիկները պատկերացնում ես իրանց ոտերի հետ մեծանում էր, նույնն էլ հագուստները։ Ոչ մեկ չնկատեց, ես չգիտեմ, քանիս Աստծուն շնորհակալություն ասեց։ 40 տարի ձրի կերել էին ու խմել էին, 40 տարի։
Հեչ քեզ մեկը միտեղ հրավիրել, որ հյուրասիրի։ Ասում ես, չէ, շնորհակալություն, շատ համեղ էր, մերսի, Աստված օրհնի, շտեմարաններդ լիքը լինի, ձեռները դալար լինի, չէ, ասում ես, չէ։ Բայց 40 տարի ձերի կերան Աստծո հաշվին, մի հատ շնորհակալություն քանիս ասեց, հարցածակում։ Եկեք մենք սենց չլենք։ Էսի լավ օրինակ է իմ ու քո համար, որ փոխենք մեր մտածելակերպը, մեր սիրտը, փոխենք մեր բնավորությունը, մեր խոսալաոճը, ձևը, հա։ Ստեղ եք, թե ստեղ չեք։ Գիտես, այդ դժվարությունները գալու են։ Դա պարտադիր պայման է իմ ու քո կյանքի մեջ։ Լավ, սենց ասեմ, մի հատ Աստծո մարդ ասեք, որ դժվարություն չուներ։ Ումից սկսենք։ Նոյից սկսենք, Աբրահամից սկսենք, Իսահակից սկսենք, Հակոբից սկսենք, Հովսեփից սկսենք։ Հա, չէ, Հովսեփը սիրված տղեն էր, պրոբլեմ չուներ։ Հովսեփը ամենափափուկ բամբակի մեջ մեծացած տղեն էր։ Որ մեկին վերցնենք։ Դավիթին վերցնենք, բերին, ասին այ տղա, դու թագավոր մարդ ես, գար ես արածացնում, արի թագավորական պալատում ապրի, ոտներդ գետնին չկպնի, պահեցին առոք, փառոք մինչև գնաց երկինք։ Չէ, բոլորը ունեցան դժվարություններ, մի այլ կարգի դժվարություններ։ Հիմա գրում է Սաղմոսների մեջ 17:3 Դու փորձի իմ սիրտը եւ գիշերը քննեցիր, դու կրակով հալեցրեցիր ինձ եւ անիրություն չգտար ինձանում։ Ես միտքս դրել եմ, որ իմ բերանը պատվիրազանց չլինի։ Ասում է, ինչ ուզում ես արա իմ հետ։ Ես իմ մեջ որոշել եմ, որ պատվերները զանց չեմ անցկացնելու քո։ Իմ բերանի շուրթերի վրա միշտ քո խոսքերն ա լինելու։ Միշտ գոհություն, շնորհակալություն, փառաբանություն ա լինելու իմ շուրթերի վրա։ Ինչ ուզում ա լինի։ Կա մարդ, որ տենց բան ա որոշե։ Երկու օր առաջ լավ ձուն եկավ։ Ով Աստծուն փառք տվեց դրա համար։ Փառք Աստծուն ձեզ համար։ Քանիսը դժգոհեցին։ Վայ, հազիվ չորացել էր ասֆալտները, ավտոս նոր է լվաց է։ Ես ասեցի, ավտոս նոր է լվաց է։ Իսկան ձուն եկավ։ Գնացին խմբակից դուրս եկանք, ասում եմ, ինչ լավ ակները չէի փոխել, ձմեռային էր։ Փառք Աստծուն։ Ապա եկանք հասանք տեղ։ Ժողովուրդ, կարանք տրտնջենք, կարանք փառք տանք Աստծուն։ Հիմա ասես ձան համար է փառք տանք Աստծուն։ Հա, բա ինչ։ Գիտես, իմ համար այնքան ուժեղ է, երբ որ նայում եմ Հոբին։ Հիշում ես Հոբին։ Ինքը ընդհանրապես պրոբլեմ չուներ կողքից նայողների համար։ Բայց մենք գիտենք ինչի մեջով անցավ, ոնց թրձվեց, ոնց կրակի հալոցի մեջով անցավ։ Բայց իրա բերանից մի հատ գեշ բարդուշ չեկավ, եկեք կարդանք, Հոբ 1:21 Եվ ասեց, մերկ դուրս եմ եկել իմ մոր արգանդից և մերկ պիտի դառնամ այնտեղ, Տերը տվավ և Տերը առավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Մի հատ ձնի համար ենք տրտնջում, ժողովուրդ, 10 հատ երեխա մի օրվա մեջ կորցրեց։ Միլիարդներ կորցրեց մի օրվա մեջ, էկոնոմիկան ընկավ իրանց երկրի մի օրվա մեջ։ Ասում է, մերկ դուրս եմ եկել, մերկ էլ գնալու եմ, ինչի՞ս էր պետք։ Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Այնքան մեծ օրինակ է իմ ու քո համար։ Դրա համար էլ Աստծո մարդ էր։ Չգիտեմ Աստծո մարդ, որ դժգոհ էր։ Մի հատ Հովնանին գիտեմ, այն էլ Աստված աշխատում էր, որ սիրտը փոխի, դժգոհ չլինի։ Այ տղա, այս դդումի համար ես տրտնջում, բայց ժողովրդի համար ես սիրտս չցավա։ Բացատրում էր, հասկացնում էր, բնավորության գծերը փոխում էր Աստված։ Գիտեք, այնքան լավ է, որ մեր Հիսուս Քրիստոսն էլ տրտնջացող չի։ Չէ՞։ Հիշում ես Գեթսեմանի այգում։ Եթե հնարավոր է, այս բաժակը ինձանից հեռացրու, բայց թող քո կամքը լինի, ոչ թե իմ։ Գիտեր, ինչ է լինելու իր հետ, ամեն բան գիտեր,
Բայց թող քո կամքը լինի։ Երբ ասես թող քո կամքը լինի։ Երբ որ հրեշտակներն եկան ու զորացրեցին, երբ որ աղոթք էր անում։ Հիմա բոլոր տրտնջացող մարդկանց համար բարի լուր ունեմ։ Հենց մտնես աղոթքի մեջ, հենց հանդիպես Աստծո հետ, հենց Աստծո հրեշտակներին տեսնես կամ գան, քեզ կզորացնեն։ Գիտես, դու թարմանում ես աղոթքի մեջ, քո խնդիրներն ու խնդիրները գնում են հետին պլան, Աստծո ծրագրերն ու նպատակները գալիս են առաջի պլան, դու սկսում ես տեսնել բաներ, որ չեն երևում քո կյանքում։ Երբ ես սկսում տրտնջել, երբ որ շուտվանից Աստծո երեսը չես փնտրել, երբ որ շուտվանից Աստծուն վեր չես ապրել, վերապրում չես ունեցել, սկսում ես տրտնջալ ու դժգոհել, երբ ես լինում ուրախ ու գոհ, երբ որ Աստծո ներկայության մեջ ես մտնում։ 73 Սաղմոս ասում է, քիչ էր մնացել ոտքս սայթակեր, գնացքս գնում էր, երբ որ նայեցի այս աշխարհի հարուստների ոնց որ մարդկանց նեղության մեջ չլինեն։ Տրզել են, աշկերները դուրս է թռնում իրանց տրզությունից, հիվանդությունը չգիտեն ինչ բան է, նեղությունը չգիտեն ինչ բան է, չքավորությունը չգիտեն ինչ բան է։ Մինչև այն օրը, երբ որ մտա Աստծո ներկայության մեջ, երբ որ մտա Աստծո ներկայության մեջ, տեսա նրանց վերջը, հասկացա ու փառք տվեցի Աստծուն, Աստծով զորացա, գիտես, հենց տրտունջը գալիս է, ուրեմն աղոթքի պակաս կա, հենց տրտունջը գալիս է, ուրեմն Աստծո ներկայության պակաս կա քո կյանքում, սկսի թարմանալ, մենք restart ենք ասում, հեռախոսները restart ենք անում, հա, update, ես չգիտեմ, հայերեն ոնց, նորոգվել, հա, սկսի քեզ նորոգել, մտի աղոթքերի մեջ, շաբաթ 2 օր աղոթք է ստեղ դրված։ Եղբայրներն ունեն եղբայրական աղոթք, ամեն առավոտ մեջն են, փառք Աստծո եղբայրների համար, կռիվ են անում, ով պետք է աղոթի։ Մի հատ update ենք կլնում, մի հատ թարմանում ենք, մի հատ նորոգվում ենք Աստծո ներկայությունով։ Ամեն, սկսի լցվել Աստծո ներկայությունով։ Տրտունջ բերանիցը դուրս չգա, որովհետև դա Աստծո թշնամին է, դա քո թշնամին է։ Դա քո կյանքն է դժվարացնելու։ Հիմա ով փողի կարիք ունի։ Մի 5 հոգի ունեն։ Այդ 5 հոգուն եմ քարոզում։ Ինչքան ասես, բայ, փող չկա, փող չի լինելու։ Ասա փառք Աստծուն այս եղած փողի համար։ Փառք Աստծուն, ով է տեսել Միմինոն։ Էլի մի քանիսը տեսել են, ով որ չի տեսել գնացեք նայեք, այս Միմինոյի մոտ, եթե չեմ սխալվում, 4 կոպեկ ալնում, գալիս է որ սուրճ խմի, ասում է 5 կոպեկ է սուրճը, կամ 6 կոպեկ է, ինչ որ մի կոպեկի տարբերություն էր, ասում է բա թեյը ինչ արժի, ասում է 3 կոպեկ, այդ տալիս է ասում է թեյ եմ ուզում, մանրը պետք չի։ Անենց է դուրս գալիս այդ պահը, հայրը տենց են, չէ, վաբշե Կավկազի ժողովուրդները, մանրը պետք չի, իրանք աղա են, աղայավայել ապրի, այ մարդ այդ մի կոպեկը քո կյանքը չի փոխի, ապրելուց լավ ապրի, այդ մի կոպեկը ասամ, մանրը պետք չի, մանրը պետք չի, գիտես, ուզում եմ, որ դու էլ տենց մտածես, ուզում եմ, որ դու էլ փոխես մտածելակերպը, 1000 ունեմ, Փառք Աստծուն ես 1000-ի համար, ուրիշ ես 1000-ը չունի, Միմինոն 4 ուներ, 4 կոպեկ ուներ, ես 1000 ռուբլի ունեմ, այնքան լավ է, որ տրտունջը վերածվի գոհության, շնորհակալության, գիտես ինչ կկատարվի, չգիտես, Մատթեոս 14:17 19 խոսքից կարդամ, և հրամայեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստեն, և 5 հաց 2 ձուկ առավ, դեպի երկինքը նայեց, օրհնեց և կտրեց, հացը տվավ աշակերտներին և աշակերտները ժողովրդին, և ամենքը կերան և կշտացան, և կտորները ավելացան 12 քթոց, լիքը վեր առան,
եւ ուտողները 5000-ի չափ մարդիկ էին, բացի կանանց եւ երեխաներից։ Վա, ես էլ եմ ուզում այտենց։ Սկսի գոհանալ, որ ուզում ես։ Սկսի գոհանալ այդ 1000 մանեթիդ համար, այդ 100 մանեթիդ համար, այդ 5000-իդ համար, սկսի գոհանալ։ Մի ասա, վայ, փող չկա, որ ասես փող չկա, չի լինել ունեց, որ փող ունի։ Հրեշտակը հայտնվի սենց հան, լսեցինք, որ փող չկա, այսի գդնես ջբդ։ Այդպես չի լինում։ Սկսի գոհանալ, այդ 1000-ը կհանես, մեկ է պատահական ձեռդ կկոխես գրպանդ, կտնես մի հատ էլ 1000 կա։ Կհանես մի հատ էլ 1000-ի առևտուր կանես, կասես, զդաչին պետք չի։ Հետո կտեն ձեռներդ կդնես ջեբդ քեզանից սենց գովոր գնաս, կտնես մի հատ էլ 1000 կա գրպանում հետ։ Բազմանում էր, ժողովուրդ, երկու ձուկը 5000 մենակ տղամարդ կերան, չեմ կարծում, որ տղամարդիկ այսքան մի հատ ձուկ կերան ու կշտացան։ Կարող է մեկը 10 հատ այդքան ձուկ ուտեր։ Հոսաղ իմ կոմպլեկտացիայով չէին։ Գիտես, սկսեք գոհանալ, կտեսնեք բազմանումը, ով առողջական խնդիրներ ունի։ Մի քանի հոգի ունեն։ Հիմա որ ասում ես, ոյ լավ չեմ, լավ ես լինում։ Ասա հիանալի եւ աննման, փառք Հիսուսիս։ Ուրիշ այսքան էլ չունի, ինչքան ես ունեմ։ Կտենաս ոնց ես նորոգվում, կտենաս առողջությունդ ոնց է շատանում։ Հելում թափմա հարևանների վրա, նրանք էլ են բժշկվում։ Գիտես, ով կնիկ չունի, ով ամուսին չունի, ասի, փառք Աստծուն, կունենաս։ Որ ասես, չունեմ, ուրա չկա, չի գալ ասի, դուրը ծեցի ասի, լսում էի, աղոթում էի, հրեշտակ ասեց, հելի գնայես հասցեյով, կնիկ ուզում կամ մարդ ուզում։ Ժողովուրդ, սկսեք ամեն ինչի համար գոհանալ, շնորհակալություն հայտնել, կտենակ Աստված ինչ հրաշքներ կանի քո կյանքում, ինչ չունես կունենաս։ Սկսի փոխել մտածելակերպդ, սկսի ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել։ Այտենց մեկը կար, անունը Հոբ էր, հավատում ես, ասեց, մերքել գնալու եմ, ոչ մի բան իրան հետաքրքիր չէր։ Մի հատ էլ ուրիշ մարգարե կար, որ նեղություն ընդհանրապես չէր տեսել, ամբակում 3:17, թեև թզենին չծաղկի, նոր երգում ենք։ Եվ որդի վրա բերք չլինի, ձիթենը արդյունքը ստի, եւ արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախիցը եւ արչար չլինի գոմումը, էլ այդքանից հետո էլ ինչ կյանք, հա? Հիմա իրա մտածելակերպ եկեք նայենք։ Սակայն ես Տերովը պիտի ցնցամ, պիտի իմ փրկության Աստծովը ուրախանամ։ Այ մարդ հեչ պետքը չի, կոմոդ քրիզիս ասկսե, զարթնի, չէ, ինքը ուրիշ արժեքներ ուներ, ինքը ուրիշ ուրախության աղբյուր ուներ, ինքը ուրիշ տեղ էր, իրա ոտները ուրիշ տեղ էր դրված, իրա նպատակները ուրիշ տեղ էին, այս երկրային պրոբլեմներից, խնդիրներից վերև էր կանգնած, ուժեղա, չէ, սակայն ես Տիրովը պտի ցնցամ, պտի իմ փրկության Աստծովը ուրախանամ, անենց Աստված մեզ փրկությունա տվել, դժոխքից պրծեցրել անենց ենք ապրում, ոնց որ դժոխքում ապրենք, մեծ գերագույն առավելություն ունես, շատ մարկանցից, ուրախացի, Աստված անձամբ է քեզ ճանաչում, քո անունով է քեզ կանչում, քո մազերի քանակը գիտի, ինչքան է քեզ սիրում, դու յուրահատուկ մարդ ես իրա համար, իրա կողմից ընտրված, սիրված, իրա դամավոյ կրիշկի մեջ էլ քո անունը գրած է, դու բնակարան էլ ունես, օժիտ էլ է տվել քեզ, ասել է բայրեխս մեծանա առանձին իրա տունը չունեն, հա? Հիսուս ասես գնում եմ ձեր համար տուն պատրաստեմ, այս պրոբլեմները կգնան, վաբշե մի մտածի, գոհացի, վերջի խոսքը 19, Տեր Եհովան իմ զերությունն է և իմ ոտները եղնիկների նման է անում, և ինձ իմ բարձր տեղերի վրա է ման ածում, հիմա կարաս քո աչքերը բարձրացնես քո պրոբլեմներից վերև, հիմա կարաս քո խնդիրներից վերև նայես, ավելի կարևոր բաներ կա, հավիտենական կյանք, հա,
Աստծո հետ փոխհարաբերություն, շփում, մտերմություն, կարաս բարձանաս ավելին այդ խնդիրներից հետ։ Մեկը ինչքան տրտնջաս, ինչքան բողոքես, չի օգնելու, ավելի է շատանալու։ Երկրորդ օրինաց 8:2 Եվ հիշիր այն բոլոր ճանապարհները, որ քո Տեր Աստվածը այս 40 տարին քեզ մանածեց, անապատի մեջ, որ քեզ խոնարեցնե, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես, թե ոչ։ Պարզվում է, մեր կյանքում դժվարություններ ա գալի, խնդիրներ ու խնդիրներ ա գալի, որ մեր սրտի մեջ եղած է երևա։ Արդյոք Աստծո պատվիրանները կպահենք, թե ոչ։ Արդյոք Աստծո ասածը կամ գործը առաջնային կդնենք, թե ոչ։ Գիտես, Աստված մեզ չի ստիպում, մեզ տվել է ազատ կամք։ Մենք ենք որոշում, գնանք ծառայության, թե չգնանք, մենք ենք որոշում, գնանք աղոթքի, թե չգնանք, մենք ենք որոշում, Աստծո երեսը փնտրենք, թե չփնտրենք։ Պարզվում է, դժվարությունները գալիս են մեր կյանքի մեջ, որ մենք մոտենանք Աստծուն։ Դժվարությունները գալիս են մեր կյանքի մեջ, որ տեսնենք, ինչքան ենք մենք հավատարիմ մեր Փրկչին, ինքը մեզ հավատարիմ է եղել, սիրելիներս։ Մինչև վերջ, այն էլ խաչի մահով, հավատարիմ է եղել։ Մենք մեր հավատարմությունը կպահենք իր նկատմամբ, թե կնեղանանք, հերսոտենք, բորբոքվենք, կատաղենք, իրար վրա թափենք այդ ջղայնությունը։ Քերներս, դրա համար է գալիս այս դժվարությունները իմ ու քո կյանք։ Մեր վստահությունը Աստծո վրա է, թե մեր փողերի, մեր վստահությունը մեր ծանոթների վրա է, թե Աստծո վրա է, մեր վստահությունը մեր վրա է, թե Աստծո վրա է, թե իրավիճակների վրա է։ Եկեք սովորենք վստահել Աստծուն, եկեք սովորենք գոհանալ Աստծուց, եկեք սովորենք մեր շնորհակալության խոսքը ուրախությամբ ասենք Աստծուն։ Պատկերացնում ես, Աստված ոնց է մտածում, բայց մենք ոնց ենք մտածում։ Ինքը մեր համար ուզում է տա, ուզում է անի, բայց մենք տրտնջում ենք, բողոքում ենք, միշտ դժգոհ ենք։ Պատկերացնում ես Աստծո վիճակ, ասում եմ, լավ, սրա համար էլ ինչ անեմ։ Անապատում 40 տարի կերակրեցի, միս ուզին միս տվի, ջուր ուզին ջուր տվեցի, ինչ ուզեցին արեցի, ինչ հրաշքներ ասես արեցի, Գուչի էին ուզում, Գուչի հագցնում, ես չգիտեմ, ինչ ուզեցին արեցի, լավ, սրանք և պետք է շնորհակալություն հայտնեն։ Աստված սպասում է իմ ու քո շնորհակալությանը։ Աշխատեցիր, 10-րդը թող լինի շնորհակալություն։ Թող դա քո գոհության արդյունքը լինի, ոչ թե պարտադրանք։ Թող դա քո Աստծո շնորհակալությունը լինի, որ շատերը չունեն աշխատանք, շատերը չունեն խմելու ջուր, նայեք Գազան, ժողովուրդ։ Այնքան շնորհակալություն պետք է հայտնենք Աստծուն, ինչքան էլ հայտնենք քիչ է։ Այստեղ ես Առաջի Թեսսալոնիկացիների 5:18 Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Հիսուս Քրիստոսում։ Աստված ունի կամք իմ ու քո համար, ու այդ կամքը ունենալ գոհացող սիրտ ամեն բանի մեջ։ Ասա ամեն բանի մեջ։ Գիտես, սա է Աստծո կամքը, որ ամեն բանի մեջ կարողանանք գոհանանք, բայց մենք ինչ ենք անում։ Դժգոհում ենք։ Եկեք սովորենք գոհանալ, կփոխվի իրավիճակները։ Երկու ձուկը Հիսուսը վերցեց, չասես ձեռ եք առնում։ Մենակ 5000 տղամարդ կա, երկու ձուկը ես որ մեկին հյուրասիրեմ, որ մեկին պատվեմ։ Չէ, լավ օրինակ է իմ ու քո համար։ Երկու ձուկը բարձրացրեց վերև ու ասեց. Գոհանում եմ քեզանից Տեր, այս երկու հատիկ ձկան համար, ու 5 հատ էլ երևի բուլկի էր հացի համար։ Ուտողները 5000 մենակ տղամարդ էին։
Միշտ կանայք ու երեխաները ավելի շատ են լինում։ Գիտես, սկսի գոհանալ քո աշխատանքի համար, սկսի գոհանալ քո ֆինանսների համար, սկսի գոհանալ քո առողջության համար, սկսի գոհանալ քո ընտանիքի համար, սկսի գոհանալ քո երեխաների համար։ Ինչ չունես կունենաս, մենակ սրտի դիրքը փոխես, մենակ սրտի դիրքը փոխես։ Գիտես խե եմ ասում, հեչ եղել է մեկին մի բան անես ու այնքան է շնորհակալություն հայտնում, որ դու ես վատ զգում։ Հետո գալիս ես տուն ասում ես, էլ ինչ կարամ անեմ ես մարդու համար։ Այտենց հա թե չէ։ Այտենց հա չէ։ Նույնն էլ Աստված։ Ինչքան շնորհակալություն ես հայտնում, ասում ես բալիս համար ինչ անեմ, ավելի շատ անեմ։ Էլի եմ ուզում անեմ, էլի եմ ուզում անեմ, էլի եմ ուզում անեմ։ Բայց երբ որ դժգոհում ես, հենց քո զանգը գալիս է սև ցուցակի մեջ է։ Բաժանորդը անհասանելի է, Աստված զբաղված է։ Մեկ այսքան էլ անում եմ, ես չի գնահատում։ Ասում եմ, ինչ որ տրտնջացիք, էդ էլ կունենաք, ես կենդանի եմ, էտենց հա լինելու ինչ որ տրտնջացիք։ Հիմա սկսում ենք գոհանալ կնոջս համար, գոհանալ ամուսնուս համար, գոհանալ առողջության համար, գոհանալ ֆինանսների համար, գոհանալ մեր քաղաքի համար, գոհանալ այն ձան համար, որ եկել է, փառք Աստծո։ Իմ օրհնությունն էլ այդպես մի օր արտանալու եմ, տենալու եմ, փրվել է ամբողջ քաղաքով մեկ։ Հոխենք մեր դժգոհ սիրտը գոհության սրտով։ Ամեն։ Այս աշխարհի եղած բոլոր հարստությունը, երկինքն ու երկիրը ավելի բարձր է այդ մի հոգուն գնահատում Աստված, քան այս հարստությունն ու ամեն ինչը։ Եթե մի հոգի մոտենա Աստծուն, եթե մի հոգի ճանաչի Աստծուն, եթե մի հոգի փառաբանի Աստծուն, դա ավելին է, քան ողջ հարստությունը իրար հետ վերցրած։ Արժի։ Ասա արժի։ Փառք Աստծուն։ Ասա փառք Աստծուն մեր հովի համար։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Այո, փառքապետ տալ Աստծուն նաև այս խոսքի համար, ամեն ինչի համար փառքապետ տալ Աստծուն։ Եթե իհարկե ստեղ էիր, մտքերով չէիր գնացել լվացքս, ճաշս։ Գիտես, այսօր Աստված էր պատրաստ է իմ ու քո համար, որ մենք լինենք գոհացող։ Հենց գոհանանք ինչքան մարդ կա, որ եկեղեցում կշատանան, ժողովուրդ, կբազմանան, մենակ տղամարդիկ 5000 կդառնան։ Հիմա սոսը, վանոն, տղեկը ոնց են տղեկին տեղավորելու, որտեղ են 5000 ստադիոնը պետք է վարձեն, որ եղբայրական անեն, ես չգիտեմ։ Թող այդպես խնդիրներ լինի։ Ամեն։ Եկեք սկսենք գոհանալ ամեն ինչի համար։ Ինչ խնդիրներ ունես, այսօր սկսում ես գոհանալ։ Ամուսինդ խմող է, ամուսինդ նարկաման է, ամուսին չունես, կին չունես, կինդ խմող է, ես չգիտեմ։ Սկսում ես գոհանալ Աստծուն, ու Աստված փոխելու է այդ իրավիճակները, դարձնելու է մի չքնաղ անձնավորություն։ Կտեսնես, իրականից կտեսնես։ Աստված ծրագրավորում է 40 օրում փոխի իրան, բայց մենք բողոքում ենք, գալիս ենք բողոքի գիրկը բացում ենք ու վերջ, այդ գիրքը էլ վերջ չունի, բայց շնորհակալության գիրքը, որ բացում ենք, մի հատ բառանդ է գրած, մերսի, են էլ չոր ու կոպիտ կոշտ, բայց այդ բողոքի գիրքը սենց հաստ, վերջ չունի, փոխում ենք այսօր սրտներս, սկսի գոհանալ են ինչը ունես ու կտենաս Աստված ինչ հրաշքներ անում, մի բան ասեմ մարդու չասեք, մի հատ մեքենա ունեի, ենել ես Համլետը զորով շարով բերեց կապեց գլխից, բողոքում եմ հիմա տենց, ամեն առավոտ հելնում է այդ մեքենայի համար Աստծուն շնորհակալություն էի հայտնում, մենքան հայտնեցի, որ բաժանաղից տղեն բերեց իրա մեքենան կապեց գլխից, հիմա ավելի շատ եմ հայտնում, Գիտես, իրականից սկսեք գոհանալ, կտեսնեք ոնց է ձեր կյանքը անապատից դրախտ դառնում, ժողովուրդ։ Մենակ գոհացեք, մարդկանց համար գոհացեք, իրավիճակների համար գոհացեք, եղանակի համար գոհացեք, կյանքներդ փոխվում է, սև ու սպիտակ նկարները գունավոր է դառնում, հավատացեք։ Հիմա էլ չգիտեմ ոնց ձեզ համոզեմ, որ դա տենց է։ Եկեք աղոթենք։ Եթե քեզ ինչ-որ մի բանի մեջ բռնացեցիր,
Եթե բռնացեցիր քեզ մի բանի մեջ, որ պետք է փոխվի, սկսի դրա համար գոհանալ։